Ովքեր չունեն պարտներներ, իրենց կողքին արդեն հոգնել են սպասելուց, հույս չունեն, եկեք տեսնենք, կհայտնվի ձեր կյանքում լուրջ նպատակներով անցկով ապագայում ձեր հետ ինչ-որ լուրջ նպատակներ կդնի և կանցնանա։ Հարցուղեք, կհայտնվի ձեր կյանքում լուրջ նպատակներով մեկը, ու դուք պատկերացնում եք, ձեր հետ կան ուսնանա, վերջապես ընտանիք կկազմեք, մոտակա, ուրեմն հարց էսպես է կողում, մոտակա կես տարի։ Կհայտնվի ձեր կյանքում լուրջ նպատակներով տղամարդ, ովքեր ուղղում են հարցը, ամուսնության լուրջ նպատակով, մոտակա 5 ամիսը։ Տեսնենք ով եք դուք, ում համար է այս ռասլադը, ով ուղղել է հարցը։ Պալաչի մասին է խոսում, ագրեսիա կա այստեղ ձեր մեջ, այսպես դնենք անունը այստեղ, ձեր մեջ կա ուրեմն ագրեսիա, ես տեսնում եմ դուք սիրում եք մարդկանց դատել, ձեր ներսից գալիս է ագրեսիա եւ բավականին երկար սուր լեզու ունեք, իսկ ինչ է կատարվում ներկապահին ձեր կյանքում, կապված սիրո հետ նո, միգուցե կան կապեր ներկապահին ձեր կյանքում, բայց ինչ-որ բան այստեղ միգուցե ձեզ անհանգստացնում է, ինչի հետ է կապված դա, կապվածության շիֆեք ինչ անեք, ինչպես միգուցե ինչ-որ մեկից ազատվեք, ինչը ձեզ ունից հանում է, իսկ կա որևէ մեկը ձեր կյանքում եկեք տեսնենք, սա ուրիշ մարդկանց, ինչ-որ մեկը կոտրել է ձեզ սիրտը, ներկապահին, միգուցե վեճ է եղել կոնֆլիկտ, որտեղ հանդիպության բաժակը ձեր լծվել է։ Լավ եկեք հարցնենք, կհանդիպի ձեր կյանքում լուրջ նպատակներով, կհայտնվի ձեր կյանքում լուրջ նպատակներով անցնող մոտակա կես տարի։ Տեսնում եք, տոքսիչնեստ, թունավորություն, սա ինչի մասին խոսում, էներգետիկ վամպիր, տղամարդկանց կյանքում էներգետիկ վամպիր կին կարող է հայտնվել, ով կարող է թունավորել ձեր կյանքը։ Նույնիսկ պետք է դուք զգուշանաք, ստացի, այո, ժաբա, ասենց դուրս փորձած աչքերով է, որ ունի մի փոքր։ Եվ նրանից կարող է, այսպիսի կանանցից ընդհանրապես հեռու մնացեք, որովհետև այսպիսի կանայք կարող են ձեր կյանքը քայքայել, ինչու։ Այսպիսի մարդը, որ հայտնվի ձեր գործերում, կարող է ամեն ինչ հենց տակնու վրա անել, եւ ձեր գործերը դեպի վատ կարող է գնալ, անձը կարող է անընդհատ ձեր աչքի տակ պահել, այսինքն սա խոսում է աբյուզիվ հարաբերությունների մասին, իսկ եթե տղամարդ հայտնվի, այո, այս տղամարդու կյանքում կարող է լինել մեկ այլ մեկը, ով կարող է թունավորել ձեր հարաբերությունները, եթե ոչ մի լավ բան պետք է չասեք հարաբերություններում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կարող են լինել, տեսնում եք, եւ ինչ։ Եվ անց ունակ է հետագայում ձեզ դիմել, ինչ-որ անձին, որ ձեր կյանքը իրոք թունավորի, տեսնում եք, որովհետև նա այսպիսի բաների ունակ է, դիմելով ինչ-որ մասնագետների, որպեսզի ձեզ կապի իրեն, անձն է այդպիսի։ Տեսնենք հայտնվի ձեր կյանքում նոր նպատակով, լուրջ նպատակով անձ։ Լավ հնարավորություն կա, եւ դա կարող է անսպասելի լինել։ Սա ինչ-որ կնոջ համար լավ ինֆորմացիա եւ ինչ, եւ դուք կարող եք սիրահարվել այդ անձին, անձը կարող է ձեզ իրականում ցույց տալ, տեսնում եք ջոկերի դեմքը, իրականում ուժեղ մասկա կարող է պահել, իրականում ցույց տալ թե ինչ է եղել նրա կյանքում, եւ այո, այստեղ անձը կարող է պատասխանատու լինել ձեր հետ, սականանց համար, իր հետ հարաբերություններում, եւ տեսնենք երբ կհանդիպեք դուք այդ անձին ձեր կյանքում, մոտակա 5 ամսվա ընթացքում հնարավոր է հանդիպեք։ Անձը արդեն ճանապարհն է, բավականին հնարավոր է այստեղ որոշ մարդկանց մոտ, սիրելի կանայք, միգուցե տարիքային մեծ տարբերություն լինի, իսկ որոշ մարդկանց մոտ բավականին իր տարիքից կարող է երևալ փոքր։ Զգուշ եղեք, որովհետև կարող է ինչ-որ բան է օգտագործում, բավականին էմոցիոնալ անձնավորություն է եւ այստեղ կարող է ինչ-որ ազդեցության տակ ձեր վրա ձեր բարձրացնի, մտածեք արդյոք այսպեսի անձը պետք է ձեզ։ Դե համենայն դեպս այստեղ ուշադիր եղեք, մի փոքր զգուշացեք։ Պետք չի վախենալ, որովհետև տղամարդու մոտ ինչ-որ խնդիրները կարող է դա վախից, այդ խմիչքների դավաճանություններից, որ իր հետ միգուցե անցյալում վատ են վարվել։ Համենայն դեպս անձը բավականին լավատես անձնավորություն է, միգուցե խնդիրներ է ունեցել իր անցյալ կյանքում, բայց այն զգացի վայր կարող է փոխել ձեր կյանքում, այստեղ մեծ գիրք կարող է լինել։ Եթե ամուսնության մասին խոսքը կարելի է վստահել, բայց այստեղ միգուցե անձը վախենա դեռ պատրաստ չլինի, նրա համար կարևոր է հավատարմությունը։ Բավական շուկային պահվածքով անձ է, այստեղ փոքր խելացի գործեք, լինելով հավատարիմ նրան, եւ չի բացառվում շատերի մոտ կան կարող է լինել 8 տարի ծնված, կամ 20 տարի ծնված, ուշադրություն դարձրեք սրան։ Իսկ նպատակները դեռ նա ձեզ չի ասում, որտեղ սովորական անձնավորություն չի, բայց պատասխանատու է։ Այստեղ փոքր թակարդ կա, միգուցե ցանկանա ձեզ իր թակարդը գցել, դեռ ոչ մոտակա 5 ամիսը, այստեղ ով էլ որ հարց ուղղել է հանդիպեք, այստեղ թակարդ է, ոչ ճիշտ հարաբերություններ, սեքսուալ հարաբերություններ, որը որ կարող է ավարտվել նրանով, որ ձեր պարտները կարող է ձեզ օգտագործել եւ ստեսություն ասել։ Ես խորհուրդ կտայի չտրվել այդ բայտակությանը, ամեն ինչ որ փայլում է կարող է ձեզ համար գեղեցիկ տվալ եւ ընկնել թակարդը, խորհուրդ է։ Սիրեք ձեզ, ռեսուրսներ դրեք ձեր վրա եւ այդ ակցենտն անեք լուրջ հարաբերությունների վրա, եթե ցույց մի տվեք ձեր զգացմունքները։ Ակրությունը կապված անցյալի հետ, որ ձեզ քաշել են,
Եվ ոչ մեկի վրա, ոչ մեկից վրեժ մի լուծեք։ Այստեղ պետք է մտածել ձեր մասին, ձեր հարազատների մասին, մի փոքր աշխատել ձեր լեզվի վրա եւ ապագան ձեր հետագայում կառուցել այլ ոչ թե լինել երկրորդ, երրորդ դերում։ Այստեղ պաշտպանելով ձեզ նման երևույթներից, այս